Սոցցանցում ամեն օր հրապարակվում են երեխաների լուսանկարներ ու տեսանյութեր բաց դեմքով։ Դրանք օրինակ նրանց առաջին քայլերի կամ զվարճալի արկածների մասին են։ Ծնողները երեխաների կյանքի դրվագները հանրայնացնում են, երբեմն չգիտակցելով, որ անուղղակիորեն թիրախավորում են նրանց։ Լույս ու սեր իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության նախագահի խոսքով երեխաների պատվի արժանապատվության պաշտպանության ուղղված մի շարք իրավական նորմեր թեև ամրագրված են, սակայն դրանց խախտման դեպքում պատասխանատվության անհրաժեշտ միջոցները արդյունավետ չեն։ Հաճախ հատկապես օրինակ իրավախախտ երեխաների իրավունքները փորձելով պաշտպանել, դատավարությունները հրապարակային դարձնել եւ լուսաբանել, այնպիսի լուսաբանումներ իրականացում, երբ որ օրինակ կարող էր հասարակության մեջ սիգմատիզացիայի պիտակավորման ռեալ ռիսկեր առաջանալ։ Հետագայում այս երեխայի մասնակցությամբ որևէ ծրագիր իրականացնելիս կանխակալ մոտեցում ձևավորել եւ ասել, գիտեք, այս երեխան իրավախախտում կատարած անձ է նախկինում եւ այլն։ Մեդիայում երեխաների անձնական տվյալների խախտման դեպքերը շատ են ու շատ կարևոր է պահպանել գոնե լրագրության էթիկայի ու իրավական նորմերը։ Մտահոգիչ է հատկապես երեխայի անձնական տվյալների հրապարակումը, դրանք որոշ դեպքերում հանրայնացվում են ծնողի անձնական շահերին ծառայեցնելով։ Լրագրողը ամեն դեպքում պետք է որոշակի սահմանափակումներ, պարտականություններ եւ պարտավորություններ կրի, որպեսզի այս տիրույթում կարևորի հանրային շահը, մասնավոր շահ, իսկ եթե երեխային է առնչվում, ապա շատ կարևոր է այստեղ նաեւ երեխայի լավագույն շահը հաշվի առնելը։ Մենք պիտի կարևորենք քննչական մարմինների իրավապահների հետ համագործակցությունը, այսինքն շատ դեպքերում այդտեղ վատ բան չկա, երբ որ իմանում ես ինչ-որ բան եւ քննիչի հետ համագործակցում ես, քննարկում ես, որոշում ես այստեղ արժե սա հրապարակել թե չհրապարակել, ոնց աշխատենք, որ երեխային չվնասենք։ Ռուբինա Պետրոսյանի խոսքով, որպեսզի երեխաները չթիրախավորվեն, անհրաժեշտ են համակարգային լուծումներ։ Դրանցից են երեխաների իրավունքների պաշտպանության հարցում մեդիայի պատասխանատվության բարձրացումն ու երեխաների սեփական կարծիքը արտահայտելու իրավունքի իրացումը մեդիայում։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։